Արժանապատիվ հայեր ջան, ուժեղ ենք, մինչև վերջ, մինչև հոպոխություն, մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Եվ ընտրությունների օրը, և ընտրություններից առաջ, Քարոզ Արշավյան ողջ ընթացքում, ոչ մի փոքրիկ խմբակի ներկայացուցիչ չի կարող հակառակը պնդել, որ իրենք չեն վախեցել հայ ժողովրդին։ Արել են ամեն բան, վարչական ռեսուրսի բացառիկ կիրառմամբ, արել են ամեն բան, մտնելով տները և վախեցնելով, աշխատանքից ազատելու պահանջով, արել են ամեն բան, որ վախացնեն հայ ժողովրդին, արժանապատիվ հայ ժողովուրդը ձեզ հաղթողի մանդատ չտվեց, ու ոչ ոք թող հակառակը չպնդի, դուք չկարողացաք ձեր ցանկալի արդյունքը ապահովել ազգային ժողովում, հենց դրա համար կազմակերպեցիք այս ամենը, գողանալով հայ ժողովրդի քվեն։ Բայց լավ իմացեք, ինչքան էլ փորձեք պառակտել այս ազգին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, դուք իրավունք չունեք կես միլիոնից ավել հայերի վիրավորելու։ Դուք դրա թույլտվությունը չեք ստացել։ Ու ոչ ոք փոքրիկ խմբակի ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի վիրավորելու հայ ժողովրդի ոչ մի ներկայացուցիչ չի։ Սյունիքում իրանք տեսան ինչ կատարվել չեղյալ արեցին երկու ընտրատեղամասի տվյալներ, արդյունքներ, և հիմա մենք պետք է բոլորով պահանջենք, որ այդ տեղամասերում լինի վերաքվեարկություն։ Դուք կազմակերպեցիք զինվորների ընտրությունը, դուք կազմակերպեցիք բոլոր ընտրակեղծիքները և հասկանալով ինչ է կատարվում, արագ այդ ընտրատեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարեցին։ Եվ հիմա այստեղ բոլորով պահանջում են վերաքվեարկություն այդ տեղամասերում։ Ոչ մի Նիկոլ Փաշինյան, ոչ մի փոքրիկ խմբակ չի կարող արհամարել, վիրավորել և գողանալ հայ ժողովրդի քվեն, մեր հայրերը, մեր պապերը, իմ ու մեր սերունդին այդ տեսակ հայրենիք չեն թողել։ Անջատել պիտի լինենք յուրաքանչյուրս, բոլոր չեղյալ հայտարարված ընտրատեղամասերում պահանջում ենք վերաքվեարկություն։ Ուշեղ եղեք, պայքարը շարունակվում է, մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև հոպոխություն, մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում։